UEFA-ի ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆ փուլում մարտի 23-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 1-6 հաշվով զիջել էր Վրաստանի ընտրանուն։ Հավաքականների միջև մարտի 20-ին կայացած խաղում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Վրաստանի ընտրանուն պարտվել էր 0-3 հաշվով։ Վրաստան-Հայաստան խաղից հետո Այաքսի, Մոսկվայի Սպարտակի ու Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային եւ ֆեդերացիայի ղեկավարությանը մեղադրել էր հայկական ֆուտբոլը քանդելու մեջ։ Armenia Today քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ինչպես են գնահատում Վրաստանի հավաքականի հետ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղի արդյունքները։ Քաղաքացիներից հարցրել ենք, թե ինչ խնդիրներ են տեսնում եւ ինչպես են գնահատում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի աշխատանքը։ Լավ չկազմակերպվել է, ասում չպատրաստվել է դա։ Իսկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարի աշխատանքը ինչպես է գնահատում։ Բավարար երևի։ Շարժիչներն է խոսում դրա մասին, մենք ինչ էլ ասենք, ինչ էլ գնահատենք, այդ ինչ է, ոչ մի բան չի փոխի։ Խաղի արդյունքներն են սա պատասխանները տալի։ Տեղյակ եք, որ Հայաստանի հավաքականը պարտվել է։ Հա, տեղյակ։ Ինչ է կարծում, ինչն է պարտությունների պատճառը։ Չգիտեմ, ես չեմ կարող ասեմ, չեմ կարող պատասխան։ Իսկ ֆեդերացիայի ղեկավարի աշխատանքը ինչպես է գնահատում։ Չեմ ճանաչում ընդհանրապես։ Ֆուտբոլիստ չէ, ես չկամ։ Չեմ։ Այո, Ինչ կարծիք ունեք։ տղաները արեցին այն ամենը, ինչ կարող էին։ Իսկ ինչն է Երևի մենք մի փոքր թույլ էինք, բայց ինձ թվում է կարող են եւ ավելի լավ դրսևորվել։ Ինչն է պարտությունների Չեմ պատճառը։ կարող ասել, այդ շատ ավելի բարդ հանգամանքների հետևանք է, որտեղից կարող եմ ասել։ Իսկ ղեկավարների աշխատանք ինչպես է գնահատում Չեմ կարող ասել, ես չունեմ տվյալներ ղեկավարների աշխատանքի մասին, որ դատողություններ անեմ։ Ոչ։ Իսկ գիտեք, որ Հայաստանի հավաքականը պարտվել է։ Հա, տխուր թեմա է, չեմ ուզում խոսել։ Այո։ Ինչ կարծիք ունեք։ Շատ վատ խաղացին։ Ինչն է պարտությունների պատճառը։ Չգիտեմ, երևի թասիբ չունեն, էլի։ Չեն կարող, մանթասիբ են խաղում։ Իսկ ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Արմեն Մելիքբեկյանի աշխատանքը ինչպես է գնահատում։ Չեմ կարող ասեմ։ Չեմ ճանաչում իրան, չգիտեմ։ Ես ֆուտբոլ չեմ սիրում, իքտա ֆուտբոլիստին։ Չեմ հետաքրքրում։ Իսկ գիտեք, որ Հայաստանի հավաքականը պարտվել է։ Հա, լսնեմ։ Ինչն է պարտությունների պատճառը։ Երևակայ ոչ պատրաստվածի կարծիքով։ Իսկ ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարի աշխատանքը ինչպես է Չեմ գնահատում։ Չեմ կարող ասեմ, որտեղ հետաքրքրված չեմ։ Չէ, այդպես բաներ չեմ նայել։ Դել Վրաստանը Չեմ նայել։ Իսկ գիտեք, որ Հայաստանի հավաքականը պարտվել է։ գիտեք։ Հա, Ինչ կարծիք ունեք։ ոչ նայել։ Ինչ կարծիք ունեք։ Ոչ մի կարծիք էլ չկա, սպորտ է, ինչ կա, կարող եմ երել կրոն է։ Սպորտ է, էլի։ Ո՞րն է Հայաստանի հավաքականի պարտությունների պատճառը։ Թույլ են խաղում, պատճառը ո՞ր։ Թույլ են խաղում։ Ինչ դի պատճառը լի։ Իսկ Արմեն Մելիքբեկյանի աշխատանքը ինչպես է գնահատում ֆեդերացիայի նախագահի։ Շատ բավարար ասել ես։ Չէ, չեմ սիրում ֆուտբոլ։ Գիտեմ։ Ինչն է պարտությունների պատճառը։ Ան չեմ կարող, երևի վատ են պատրաստում։ Ինչ պետք է անեն հաղթանակի հասնելու համար։ Ինձ պետք է լավ պատրաստեն ուղղակի։ Ֆուտբոլով չեմ հետաքրքրվում։ Իսկ գիտեք, որ Հայաստանի հավաքականը պարտվել է։ Այո, իհարկե։ Ինչ կասեք դրա մասին, ինչն է պարտությունների պատճառը։ Թիմային աշխատանք չկարանալը, հայկական բարդույթը։